այնքան բարդ է հիմա ինչ-որ մի բան գնահատել, որովհետև գործ ունենք մի, չգիտեմ, ես արդեն չեմ հասկանում, ում հետ գործ ունենք, մենք պետության ղեկավար չի, ասեմ սովորական թերթի խմբագիր չի, անհասկանալի մի անձ, որը որ հիմա փորձում է այն իշխանությունը, որը իր ձեռքում է դեռ օգտագործել, այնպես ինչպես ինքն է պատկերացնում։ Այն բառապաշարը, որը օգտագործում է այս անձը, արդեն անունն էլ չես ուզում տաս։ Սա, չգիտեմ, իսկի որ փողոցային մարդիկ այդպես չեն։ Վերջը անհարիր իրավիճակ, երբ որ մարդը կարող է վեր կենա եւ եկեղեցու սպասավորի կամ սովորական մարդու նկատմամբ այդպիսի բառապաշարով։ Լավ, պատկերացնենք, որ դու ինչ-որ մի հարցում ճիշտ ես, պատկերացնենք, կամ դու վիրավորվել ես, կարող է պատահի, սովորական, անգամ ոչ թե պետության ղեկավարը, այլ սովորական մարդը այդպես իրեն չի դրսևորում, այդ աստիճանի չի հիստերիայի մեջ են գնում, չի կարողանում իրան տիրապետել, բա հիմա նաև պարզ է դառնում, թե ինչ է եղել նաև մեր 20 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այսինքն մենք հիմա արդեն հասկանում ենք, թե ինչ վիճակում է եղել այս անձը։ Շուլանում կամ բունկերում։ Այսինքն, այո, կամ ինչպիսի պորտկումներ է ունեցել, ինչպես չի կարողացել սառը դատի։ Բայց եթե ազգային անվտանգության ծառայության պետը բացատրել է երևի, ես տենց եմ կարծում, որ դա հիմք չունի, մարդը ընդամենը իր տեսակետն է հայտնել, իր կարծիքը, գործողություն չի արել, որովհետև եթե փորձում են կանխել, գործողությունն են կանխում, գործողության ընթացքում, գործողության նախապատրաստված ժամանակ եւ այլն։ Մարդը ընդամենը ասեց, որ ես որպես հայ եկեղեցու կողմնակից ես այսպես եմ պատկերացնում։ Սամվել Կարապետյանը ի տարբերություն շատ-շատերի, այստեղի հատկապես այսպես կոչված օլիգարխների, Սամվել Կարապետյանը իր կարողություններով, իր խելքով եկել հասել է այս կարգավիճակի։ Ես նրան լավ անձամբ ճանաչում եմ։ Եվ ես կարող եմ ասել, որ պարկեշտ առաջին հերթին ուզում եմ, այո, շեշտեմ, ճիշտ էր Կարեն Կարապետյանը, իր եղբայրը, որը անընդհատ շեշտում էր, մենք վարժապետի, ուսուցչի տղաներն ենք։ Իրականում իրենց հայրիկը մի շատ պարկեշտ անձնավորություն էր եւ այդպես էլ դաստիարակել էր իր տղաներին։ Նրանք որևէ չափից դուրս չեն եկել երբևիցե։ Ես եմ վկա եղել ինձ դեպ ասած, երբ Սամվելը Կարապետյան, որ իր կարողություններ անհամեմատ շատ էին եւ Մոսկվայում ոնց եղավ մեզ հանդիպեց եւ իր ավակ եղբորը իրավունք տվեց շարունակելու եւ վարելու այն ուրեմն հավաքը, որը մենք ունեցանք այնտեղ։ Այսինքն ոչ մի այսպես լոպազություն, ոչ մի անհարիր ինչ-որ մի անվայել արարք, այդ մարդիկ թույլ չեն տվել իրենց։ Հիմա այստեղ գործ ունենք մի իրականում խմբակի հետ, որը չի կարողանում հասկանալ եւ իմիջիալոց շատ հետաքրքիր մի երևույթ եղավ, երեք մեկը դրանցից ասեց, թե ընտրված իշխանությանը ուրեմն չի կարելի որևէ այսպես ձևով մոտենալ եւ այլն։ Ուրեմն անգամ 21 թվականի ընտրված, եթե համարում ենք, որ դա իսկապես օրինական ընտրված իշխանություն է, բայց բոլոր այն խոստումները, որ այդ իշխանությունը տվել էր, հիմա որևէ մեկը չի կատարել, հակառակն է արել։ Ուրեմն ձեր ընտրված ուրեմն ընտրողները իրավունք ունեն ձեզ համարել արդեն ոչ լեգիտիմ իշխանություն, որովհետև ձեզ ձայն են տվել հանուն նրա այսինչի Արցախը պահելու, չգիտեմ, որևէ մի զիջում չանելու թշնամուն եւ այլն, դուք հակառակն եք արել, Արցախներ եք ուրեմն հանձնել թշնամուն, ժողովրդին եք հանձնել թշնամուն եւ այլն, եւ այս բոլորի հետևից գալով դուք գալիս եք նրան, որ դուք այլևս լեգիտիմ չեք, դուք այլևս իրավունք չունեք խոսելու նրա մասին, որ դուք ընտրված իշխանություն եք։ Սա օրենքի պահանջն է նաեւ։
Դե ում հետ գործ ունենք, ես էլ չգիտեմ, ում հետ գործ ունենք։ Այսինքն ստացվում է, ուրեմն ես չգիտեմ ինչ վիճակ, ես տես վիճակում չեմ եղել, որ հասկանամ, թե ինքը ինչ վիճակում է եղել։ Եվ այստեղ sense խնդիր կա, էլ եմ կրկնում, կարելի է վիճել, կարելի է բանավիճել, կարելի է, չգիտեմ, չհամաձայնվել, բայց այսպիսի բառապաշարով հանդես գալ, այն էլ ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին կամ նույն բարերարի հասցեին, որ իրականում Սամվել Կարապետյանը մեծագույն բարերարներից է, դա որևէ մեկի մոտ գաղտնիք չի։ Դրանց թվին միայն ես կարող եմ նաև ավելացնել Արա Աբրամյանին։ Վերջ, մի քանի ձեր մատերով կարելի է հաշվել, հա, կա Սերգեյ Համբարձումյանը նաև, այո, բայց 1, 2, 3, հա, հիմա այս մարդիկ ամեն ինչ արել են իրենց հայրենիքի համար, ամեն ինչ անում են, որպեսզի հայրենիքը ավելի ծաղկի, ավելի կայուն լինի, հատկապես այս պայմաններում, ինչով է զբաղված։ Հիմա փաստացի բիզնես խլելու օպերացիա է։ Հա, ինչ վերաբերում է հեծերին, հա, ինչ վերաբերում է հեծերին, եթե դու ունենայիր այդպիսի մասնագետներ, որոնք կարող են հիմա կառավարեն այդ ամբողջ ահռելի դեպ ասած ծախսեր պահանջող ճյուղը, հա, շատ լավ, գնա համաձայնության սեփականատիրոջ հետ, որովհետև հիմա եթե դու այդպիսի քայլ անես, վերստես, ազգայնացնես, միայն այն պատճառով, որ Սամվել Կարապետյանը քեզ դուր չի գալիս, դե հիմա փորձիր գնալ ազգայնացնել այն հատկապես կարևորագույն մեր սեփականությունը համաժողովրդական, որոնք որ իրոք անհրաժեշտ է որպեսզի դառնան պետական։ Դե արա, թե դու սպասում ես, որ մեկն ու մեկը գա քո ասի քո աչքի վերև ունք կա, դրա համար գնաս մի հատ քայլ անես, որովհետև մուռ ես հանում, այսպես ասած։ Ախի, այս քուչի կռիվ չի այդ տղա։ Էս ինչ ձև է։ Երբևիցե այսպիսի բան չի եղել պետության մեջ։ Նորից եմ կրկնում, կարող են լինեն ռեպրեսիվ գործողություններ միայն այն դեպքում, երբ որ կա կոնկրետ գործողություն, երբ որ կա իսկապես հակասահմանադրական քայլ, եւ այլն, բայց հակասահմանադրական քայլերը հիմա դու ես անում։ Բաց այդ երեք իր ստատուսերով ցույց տվեց, որ ինքն է ռեպրեսիաների գլուխի։ Դե հայ հանձնարարականներ տալ, որպեսզի գնան, չգիտեն էլ ինչի համար նրան, այսպես ասած, ձերբակալ էին, ինչ մեղադրանք ներկայացնեն։ Բա ազգային անվտանգության ծառայության պետը հավանաբար քեզ բացատրել է, որ այնտեղ հիմք չկա։ Չէ, ոնց թե ինքը ասել է, ուրեմն պետք է կատարես։ Լավ, այսօր ասեցիր, վաղ ասեցիր։ Բայց վերջը գալու է դրա վերջը ախերը։ Միշտ այդպես է եղել, միշտ վերջը եկել է, ամենամեծ դիկտատորների վերջը եկել է։ Եվ հլա մի հատ տես որտեղ են այդ դիկտատոր կոչվածները։ Ուրեմն Սամվել Ալեքսանյանը, օրինակ Գագիկ Ծառուկյանը։ Ես իրենց փոխարեն չեմ կարող ոչ մի բան ասել, որովհետև եթե իրականում իրենք համարում են, որ իրենք գործարար են, իրենք քաղաքացի են, իրենք հայ են, ուրեմն այսօր պետք է անպայման իրենց ձայնը մենք լսեինք։ Գիշերը պիտի լսեինք, երեկ պիտի լսեինք, բայց ոչ մեկի ձայնը դեռ չենք լսել։ Եվ հետո բացի դրանից Այստեղ խոսքը գնում է ոչ թե միայն Սամվել Կարապետյանի մասին։ Սամվել Կարապետյանը այն հզոր անձնավորություններից է, որ իր համար ինքը իրեն կպաշտպանի, հարցը դա չի։ Բայց դուք ինչ եք մտածում։ Երկրի ապագայի մասին է, երկրի ճակատագիրը հանձնված է մի քանի մարդկանց, որոնք բացարձակ կապ չունեն երկրի ճակատագրի հետ։ Պարզ երևում է։ Որովհետև նա մարդիկ նստած ոչ թե գնահատում են, թե ինչպիսի հիմա վտանգներ են կախված մեր գլխին, ոնց է պատրաստում ինքը գնալ Էրդողանի հետ նորից ինչ-որ մի հաստատուկ ստորագրի, հավանաբար այդպես է ստացվում, որովհետև արդեն Ալեն Սիմոնյանը համարում է պատմական այց եւ հլա արդեն խոսում են նրա մասին, որ Էրդողանը գալու է Հայաստան։ Մենք անպայման դրանով ենք անդրադառնալ մի փոքր ավելի մանրամասն, բայց այս գործարանների գիտակցություն ունեն, չէ՞ որ այս անկանում վիճակում գտնվող անձը իրենց հետևից Դե եւ փորձը ցույց է տալիս, որ այդ մարդիկ ընդհանրապես այդ ուղղությամբ չեն էլ մտածում։ Այսինքն մտածում են, ասում են ինձ հետ տենց բան չի լինի։ Իրենց արևին իրանք չգիտեմ, վերին արտի ծորենն են, փորձը ցույց տվեց, որ եթե
Սա կարող է Սամվել Կարապետյանի նկատմամբ այսպիսի գործարք արարք իրականացնի, հա ձեր դեմ էլ կանի, դրա համար պետք է սողակ իր առաջ։ Միայն ուտենց, եթե կարող եք դրանով ձեզ փրկել, գնացեք շարունակեք փրկել։ Մեկը այն ռուսների մոտ բան կա, նա ասաց, «Моя хата с краю, я ничего не знаю»։ Հիմա սրանք են։ Հա, բայց մինչև երբ։ Էս է հարցը։ Դրա համար խոսել նրա մասին, թե իրենք ինչ պետք է անեն, թող իրենց այսպես կոչված խիղճը իրենց թելադրի, թե ինչ պետք է անեն։ Երեք տեսակ եկեղեցու հասցեին իր հերթական գրավումները, ուղղակի անօթարի է անգամ այդ բառերը կրկնել, Աշակ Սրբազանին, կաթողիկոսին, այս ինչ է, խնդրեմ։ Դե չէ, շարունակությունն է։ Սա շարունակություն է, այն ուրեմն ողի արտահայտման, որ իր մեջ կուտակվել է։ Եթե որևէ մեկը իրան մի հատ չոր բառ չասի, երևի թե ինքն էլ չի արձագանքի։ Ես տենց եմ հասկանում։ Ոչ թե սկզբունքի համար է կա պայքարում այս անձը։ Ոչ թե ինչ որ ճշմարտությունը հաստատելու կամ իրականում քայլ անելու, որպեսզի պետությանը միայն ու միայն լավ լինի, այլ հակառակն է անում։ Հիմա ասում եմ, նորից եմ վերադառնում այդ հարցին։ Առաջինը հայ առաքելական եկեղեցին կա լինելու է, որովհետև այդպիսին է մեր ժողովրդի կամքը։ Սա մեկ։ Երկրորդը, քո կմահաճույքով չի, որ պետք է ընտրվի նոր կաթողիկոս, կամ այսինչ անձը պետք է այնտեղից հեռանա։ Արշակ Սրբազանը ընդհանրապես ներկայացրել է եկեղեցու տեսակետը եւ իր սեփական անձնական տեսակետը։ Եվ դա է իրական անհրաժեշտ պահվածքը մարդկանց։ Կարող ես, հիմա ես այս իրավիճակում, որ ծանրագույն վիճակ է երկրի համար, որովհետև մեր տարածաշրջանում այս իրավիճակն է, լավ, եկեք թողնենք այդ մի քանիսին իր գլխավորությամբ, փորձենք վերջով այսօր ձևավորել մի օղակ, որը որ հարթակ ասեմ, ինչ ասեմ, որը վերջապես կանգնեցնի այս process-ը, որովհետև այս անձին այլ կերպ էլ չես պատկերացնում, ոնց ես կանգնեցնելու։ Իրականում չես պատկերացնում, եթե անգամ ազգային անվտանգության ծառայության պետին չի լսում, նրա համապատասխան հավանաբար փաստարկները չի ընդունում։ Այդ դեպքում ում է լսելու։ Ում է ուզում որպես խորհուրդ լսի նաև։ Այն անունները չտամ պատգամավոր կոչվածներին, որոնք որ պատրաստ են ամեն ինչ որ իրենց շեֆը ասեց, ուրեմն ասեն ադաբրյամս, հա? Դա է մեր հիմա իրավիճակը։ Մարդիկ, որոնք որ իսկապես կառավարման գաղափարը չունեն, թե ինչ է նշանակում ռեալ կառավարել երկիրը։ Դրա համար ես կարծում եմ, որ այսօր կարևորագույն մի հատ պահ է եկել, երբ որ իրականում այսպես կոչված ստվերային պետական խորհուրդ է պետք ձևավորել, որպեսզի մենք կարող ենք վերջը մենք էլ ենք պատասխան տալու մեր երկրի ապագայի համար։ Մենք էլ ենք ասելու, թե վերջը ուր էիք բա դուք։ Լավ, սրանք էս մակարդակի էին, բա դուք ուր էիք։ Եվ նորից եմ կրկնում, միայն կոչերով չի, եկեք միավորվենք, եկեք էս անենք, գործողությունը հետևյալն է, հրավիրում ենք մի հատ խորհուրդ եւ այդ խորհուրդով որոշում ենք, թե վերջով ինչ անել այս իրավիճակում։ Սա կապված է Թուրքիա սպասվող այցի հետ, որ ինքը նորից մի հատ թափով հարձակվեց եկեղեցու վրա։ Չէ, սա նոպա է, ոնց որ ասած, ես տենց եմ հասկանում։ Եթե չլիներ, ասենք, նույն Սամվելի հայտարարությունը, հավանաբար կգար, հետո չգիտեմ ինչ կշարունակեր, ոնց կշարունակեր։ Հարցը դա չի։ Սա անկառավարելի մի հատ անձնավորություն է այն առումով, որ ինքը իրեն արդեն չի կարողանում կառավարի։ Ես այդպես եմ հասկանում։ Որովհետև եթե մարդը զուսպ չի, եթե մարդը, որին տվել են մի պետության ղեկավարման իրավունք, դուք հասկանում եք, այդ միայն այդ գաղափարից ելնելով մարդը պետք է լրիվ վերանայի իրեն։ Եթե չի կարողանում, ուրեմն պետք է հեռանա։ Սա է, ուրիշ ձև չկա։ Եվ ինչքան կարող ես դու այն մարդկանց, ովքեր որ չենթարկվեցին քո աբսուրդ պահանջներին, ազատես պաշտոնից, հետո այսօր էլ ազատի, վաղն էլ ազատի, տար նստածրու, հետո մարդիկ մինչև այն պահը, երբ որ իսկապես այնպիսի մի պորտկում լինի, որ հետո չկարողանանք անգամ երկիրը պահենք,
Այդ է նպատակը, այսինքն բախումներ կազմակերպես, որպեսզի մարդիկ իրար դեմ դուրս գան ու դու դրանից հաճույք ստանաս։ Սա է նպատակը։ Ես դրա համար ասում եմ, ես վերադառնում եմ այն մտքին, որ այս ամենը հնարավոր չէր, երբ որ կային մեր մեծերը։ Անհնար էր այսպիսի իրավիճակ ստեղծել, որովհետև այն ժամանակ կային այնպիսի անձեր, որոնք որ թույլ չէին տա այսպիսի իրավիճակ լինի։ Իսկ հիմա ոնց որ ամայացել է այս ժողովրդի էլիտա կոչվածը։ Եվ այս առումով է, որ վերջիվերջո մեզ էլ է ամոթ է ախր։ Մեզ էլ է ամոթ, որ այս իրավիճակում ենք։ Ոչինչով չեք կարող բացատրեք, որ օտար երկրից ընդեղից հնչեն, չգիտեմ ինչեր, ծաղրեն մեզ։ Որ ես ինչ եք անում։ Կրուտոյը ընդեղից, ով է կրուտոյը, չէ, կոմպոզիտոր մարդ է, ընդամենը ասում է, ուշքի եկեք, քանի ուշ չի։ Հա, կարելի է ամեն ինչ ասել։ Բայց հարցը նրանում է, որ մենք ինչ ենք ասում, մենք ինչ ենք անում, մենք ինչպես ենք գնահատում։ Այսօր մի հատ, ախր, չգիտես էլ, պաշտոնով նախագահ կա։ Ձայնը չի լսվում։ Հա, հավանություն ես տալիս ես ամեն ինչին։ Գտնում ես, որ ամեն ինչ ճիշտ է արվում երկրում։ Թե կամք չունես ընդհանրապես խոսելու։ Բա հրավիրի մի խորհուրդ պետության գլուխը անունդ, Սահմանադրության պահապանը անունդ։ Բա հետո սենց ճանապարհով ենք հասնելու։ Որ Ադրբեջանը հիմա իմիջիալոց այնպիսի մի հրճվանքով են այնտեղ հետևում այս ամբողջ իրադարձություններին։ Էս եք ուզում թշնամուն այդպիսի հաճույք պատճառել։ Մի ամբողջ հոդված է գրված։ Իրենք Ադրբեջանը Իրանի նկատմամբ մենք շատ լավ գիտենք, թե ինչ գործողություններ անում եւ Իրանի դեսպանն էլ երեկ դրա մասին նաեւ հայտարարեց։ Հիմա իրենք մեղադրում են հայերին, որպես իրենց վրայից գցեն, որ իբր թե տեղացի հայերը եւ եկեղեցին ուրեմն աշխատում են Իսրայելի օգտին։ Մի ամբողջ հոդված առանց որևէ մի փաստի, բայց իրենք ձևավորում են այդպիսի մոտեցում։ Այս սրան է պետք դեմ տալ, սրան է պետք պատասխանել, որտեղ սա խոսում է նրա մասին, թե հայության նկատմամբ Իրանում ինչպիսի տրամադրություններ կստեղծվեն։ Փաշինյանը կորցրել է սահման իշխանությունը չարաշահելու հաղթում, ասում է Զատուլին նաև։ Դե Կոնստանտին Զատուլինին ես հասկանում եմ, որովհետև մենք նույն խորհրդի կազմում ենք, ինքը մեր Լազարյան ակումբի խորհրդի նախագահն է, եւ մենք շատ լավ գիտենք նրա տեսակետները եւ քննարկել ենք բոլոր այս հարցերը։ Հա, գտնում եմ, որ այստեղ միջամտություն չկա։ Այստեղ կա վերջով ձևավորված կարծիք, այստեղ կա մոտեցում։ Եվ սրան պետք է համապատասխան ձևով անհրաժեշտ լինի համապատասխան ձև տալ։ Միասին շարժումը երեք մենք քննարկում ենք այս իրավիճակը։ Ես ասում եմ, մենք իրոք մտահոգ լինելով ասում ենք լավ, այս պահին ինչպես վարվենք, որպեսզի երկրում առանձնահատուկ այսպիսի մի ծանրագույն ավելի վիճակ չստեղծվի, որովհետև դրանից օգտվելու է թշնամին։ Իսկ այս անձը ոնց որ հատուկ տանում է այդ ուղղությամբ, որպեսզի անպայման թշնամին օգտվի այս իրավիճակից։ Եվ մարդկանց կամքն է թուլացնում, մարդկանց տրամադրությունն է փոխում։ Մարդիկ չեն մտածում, որ իրենց հայրենիքը պաշտպանեն։ Այսպիսի բաների վրա մտածում հեչ մտածել եք, որ դուք հիմա դեմորալիզացիա եք ենթարկում ամբողջ մեր ժողովրդին։ Դուք հեչ մտածում եք, որ դրա հետևանքը ինչ է լինելու։ Թե բոլորդ մտածում եք ոնց եք փախչելու երկրից։ Այնպես որ այս պայմաններում սա էքստրաորդինար վիճակ է։ Եվ այս պայմաններում անհրաժեշտ են դրան համապատասխան քայլեր։ Այսինքն ել եմ կրկնում, ես ոչ մի ցանկություն չունեմ, որպեսզի երկրում այնպիսի մի իրավիճակ ստեղծվի, որը որ իրոք թույլ տա, որ թշնամին դրանից օգտվի։ Մենք պետք է կոնսոլիդացվենք այն ուժերով, որոնք որ կարող են վերջապես պատասխանատվությունը հասկանալով իրավիճակը փոխեն։ Համացանցում շրջանառվում է մի փաստաթուղթ, որը կարծես ներքին ոչ պաշտոնական փաստաթուղթ է Երևանում ԱՄՆ դեսպանատնից։ Սա պաշտոնական չի համարվում, բայց ենթադրաբար ներկայացնում է Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Վաշինգտոնի հետաքրքրությունը Հայաստանի հետ ռազմավարական
համագործակցությունը խորացնելու կամ Իրանի դեմ գործողություններում օգտագործելու համար։ Մասնավորապես փաստաթուղթը անդրադառնում է 3 ուղղության՝ Սյունիքում հնարավոր լոգիստիկ աջակցման հարթակների օգտագործում, Իրանի սահմանին մոտ տեղակայված գաղտնի միջանցքներով ԱՄՆ դաշնակիցների զինվորական անձնակազմի շարժ կազմակերպում եւ հետախուզական տվյալների փոխանակում միջազգային գիտորդական առաքելությունների միջոցով։ Փաստաթղթի իսկությունը դեռ չի հաստատվել։ Կանք Իրան-Իսրայելից մեծ պատերազմին եւ վերջին տեղեկությունը նաեւ Թրամփը Իրանի վերջնագիր է ներկայացրել հրաժարվել իր հրթիռային եւ միջուկային ծրագրերից եւ կապիտուլյացիայի ենթարկվել 24 ժամվա ընթացքում, հաղորդում է Reuters-ը։ Ես կարծում եմ, որ դա հերթական մի այսպես դեկլարատիվ հայտարարություն է, ոչ մի իրողության հետ ոչ մի աղերս չունի։ Հարցը մի փոքր այլ է։ Միացյալ Նահանգները հիմա դա պետք է պարզ ասել, որպեսզի մեր ժողովուրդն հասկանա։ Այս հարցում ինքնուրույն քաղաքականություն չեն վարում, որովհետև համաշխարհային հրեականությունը ի տարբերություն մեզ համախմբված եւ միասնական կապիտալը օգտագործելով ստեղծել է այնպիսի մի ցանցային կառույցներ, որոնք ուղղակի ազդեցություն ունեն ցանկացած եվրոպական եւ Միացյալ Նահանգների պետության ղեկավարության վրա։ Բոլորս հասկանում ենք, որ ֆինանսական օլիգարխիան, ֆինանսների ամբողջ այդ կուտակումը ինչպիսի ազդեցություն ունի այսօր քաղաքականության վրա, համաշխարհային քաղաքականության վրա։ Միակ բանը, ինչ որ զսպում է, որ այդպիսի այս ավելի լայնածավալ չլինի, դա Չինաստանի, Ռուսաստանի եւ հիմա Իրանի նաեւ ներկայությունը արկայությունն է, որը շատ հզոր մի եռյակ է դառնում Հյուսիսային Կորեայով եւ այլ։ Եթե համարեինք, որ այսօրվա Եվրոպան իսկապես այն ժողովրդավարության օջախն է, որը որ անհրաժեշտ է, որպեսզի նրա կանոնները տարածվեին աշխարհով մեկ, դա այլ հարց է, բայց ցավոք սրտի այդպիսի իրավիճակ չի, որովհետև այսօրվա Եվրոպան լրիվ այլ սուբստանցիա է, քան որը կա եղել է գոնե 50 տարի կամ 100 տարի առաջ։ Այնպես որ պարզ հասկանալու խնդիր է դրված մեր առջև, որ այնտեղ որտեղ որ կուտակված է, ասենք թե այն խոշորագույն բանկերը, որոնք որ սպասարկում են որոշ օղակների շահերը, ես հիմա չեմ ուզում ավելի մանրամասնեմ, ուրեմն իրենք էլ թելադրում են քաղաքական գիծը։ Այստեղ է, որ պետք է հասկանալ, ում կողմն ենք մենք։ Այսինքն մենք ինչ ենք ուզում պաշտպանենք։ Մենք համարում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը սխալ քաղաքականություն է վարել։ Մենք գտնում ենք, որ այդ երկիրը մեր բարեկամական երկիրն է եւ իդեպ ասած եւս մեկ անգամ ուզում եմ շեշտեմ։ Ես տեսել եմ դա իմ աչքերով, որ հայ համայնքը Իրանի Իսլամական Հանրապետությունում, այո, աչք է ծակում ադրբեջանցիներին, ունի այնպիսի իրավունքներ, որոնք անգամ պետականության էլեմենտներ են պարունակում իր մեջ։ Հայ առաքելական եկեղեցին այնտեղ ազատ է, այնտեղ իրավունք ունի շատ բաներ իրականացնելու, քաղաքացիական մակարդակով, այո, մենք հայ համայնքը նաև ներկայացված է ուրեմն խորհրդարանում Իրանի Իսլամական Հանրապետության, եւ դա էլ է շատ մտահոգել ադրբեջանցիներին։ Հիմա դրա մասին էլ էր գրված այդ հոդվածում։ Միակ բանը որն է, ուղղակի սուտ էին ասում, որ իբր հայ առաքելական եկեղեցին այնտեղ Իսլամական Հանրապետության, որը գործում է Իրանում, ենթակա է Էջմիածին, ոչ։ Այդ թեմը ենթակա է Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսի։ Եվ դա ինքին հասկանալի է, չնայած այսպես մեծ տարբերություն չկա եւ մեր երկու այդ թեմերը անպայման նաեւ հարգում եւ ամենայն մեծագույն հարգանքով են վերաբերվում Մայրաթոր Էջմիածնին, որ այստեղ խնդիր չի առաջանում, բայց հարցը հետեւյալն է. ադրբեջանցիները հիմա փորձում են նաեւ ամբողջովին խաթարեն նաեւ նրա հիմքերը,
շատ լավ հասկանալով, որ իրենց հիմա շատ են խանգարում հայերի ուրեմն լոյալությունը իրենց պետության նկատմամբ։ Իրենք ունեն նպատակ այսպես կոչված հյուսիսային Ադրբեջանը կտրել եւ միացնել Ադրբեջանին, սա է իրենց գլխավորումը, որը անհնար է, որովհետեւ այնտեղ անգամ եթե նրանք ծնունդով ինչ որ ձևով ադրբեջանցի նման են ադրբեջանցիների, նրանք առաջին հերթին Իրանի քաղաքացիներ են։ Այնպես որ շատ բարդ իրավիճակում ենք հիմա եւ այստեղ է որ ինչ սցենարներ են նրանք քննարկում, մենք չգիտենք այսօրվա այս իշխանությունները։ Մենք իրականում ես երեք հատուկ ստիպված էի, ավելի շուտ ուզում էի, որ մեր միասին շարժման անդամները իմանան ինչպիսի սպառազինություն ենք մենք այս տարիների ընթացքում ստացել Ռուսաստանից եւ ունենք այդ սպառազինությունը եւ հիմա այդ լացուկոցը որ դրել են իբր մենք չունենք կամ չենք կարող, այդ սուտ է, որովհետեւ այդ քանակությունը լրիվ բավարար էր, եթե ճիշտ օգտագործվեր 44 օրյա պատերազմի ժամանակ, ապա այդպիսի վախճան մենք չէինք ունենա։ Հիմա էլ պետք է իմանանք եւ վերջիվերջով պետք է ժողովուրդը համարի, որ ապահովագրված է իր անվտանգությունը, ապահովագրված է։ Սա է մեր նպատակը, որպեսզի այստեղ ավելորդ տրամադրություններ չստեղծվեն խոճապային կամ չգիտեմ վախի տրամադրություն։ Հստակ պետք է ասել, մենք պաշտպանված ենք։ Մենք Սյունիքը չենք հանձնելու։ Մենք Տիգրանաշենը չենք հանձնելու։ Իդեպ ասած, այդ ուրեմն այսպես կոչված իրենց համաձայնագրի հավելվածում թող իրենք հաստատեն կամ հերքեն, որ Տիգրանաշենը իբր ուզում են փոխանակեն Արցվաշենի հետ։ Դուք հասկանում եք դրանց նշանակությունը։ Տիգրանաշենը ունի ռազմավարական նշանակություն, որովհետև եթե դուք Տիգրանաշենը հանձնեցիք, դուք այլևս փակվում է ամբողջ Սյունիքը, Վայոց ձոր Սյունիք։ Արցվաշենը իր համար մի փոքր կտոր է, որը վաղուց արդեն մեզ համար համարյա գոյություն չունի։ Եվ դա որևէ մեզ ռազմավարական տեսանկյունից ոչինչ չի տալիս։ Իսկ Տիգրանաշենը գլխավոր ճանապարհի վրա կանգնած մի սյուն է, որը որ փակելու է Նախիջևանից մուտքը դեպի Արարատյան դաշտավար եւ Սյունիք եւ Վայոց ձոր։ Տիգրանաշենը ունի ամենամեծագույն նշանակությունը։ Ես ուզում եմ անընդհատ դիշեշտեմ, քանի տարի դրա մասին խոսում ենք։ Եվ դա կլինի ամենամեծագույն հանցագործություններից մեկը, եթե նրանք այդ կետը թույլ տան, որ պահպանվի։ Մի հայտարարություն էր արել, թե իբր եթե նրանք կարողանան հաստատեն, որ դա իրենցն է, ուրեմն մենք պետք է ստիպված լինենք իրենց վերադարձնել։ Ինչ է նշանակում, որ իրենք հաստատեն դա։ Բազմիցս ասել ենք, որևէ սովետական տարիների ընթացքում չկա այդպիսի քարտեզ, չկա այդպիսի փաստաթուղթ, որը հաստատի, թե Տիգրանաշենը այն ժամանակվա այսպես կոչված քյարքին եղել է ադրբեջանական տարածք։ Չկա այդպիսի բան։ Ինչ է հորինում։ Ոնց որ եղավ Ալմաթայի դեկլարացիայի հետ։ Այսինքն այս պահին մենք հիմա ունենք մի խնդիր։ Կանխենք այն վտանգը, որը կախված է մեր գլխին, որպես պետություն, որպես ազգ։ Մենք իրավունքը չունենք ընդհանրապես Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները ինչ որ ձևով փչացնել կամ չգիտեմ ինչ որ վնասել այդ հարաբերություններին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը դրա համար կրկնեցի, ասեցի, այնպիսի պայմաններ է ստեղծել հայության համար իր տարածքում, որ ապերախտ կլինի հայ ազգը, եթե նրա դեմ դուրս գա։ Սա միանշանակ է ուղղակի։ Եվ եթե հիմա Միացյալ Նահանգների, եթե դա իսկապես փաստաթուղթ է, փորձ են անում, որպեսզի այստեղ այդպիսի տրամադրություններ ստեղծել, դրա դեմ պետք է դուրս գալ։ Պետք է մեր ժողովրդին բացատրել այս ամբողջը, որ մենք իրավասու չենք, իրավունքը չունենք որևէ կերպ վնասելու մեր հարաբերությունները։ Սա աքսիոմա է։ Եվ ընդհանրապես դու իրական բարեկամին ուրեմն գցում ես, հանուն չգիտես ինչի։ Ով է Իսրայելը չի եղել 44 օրյա պատերազմի ժամանակ հայության դեմ ուրեմն
հովանավորող Ադրբեջանին։ Իսրայելն է եղել։ Իսրայելը չի պատակարարել նրանց համապատասխան զենք։ Իսրայելը չի հիմա ստեղծել այնտեղ երկու առնվազն երկու ուրեմն օդանավակայան, որը կարող է օգտագործել եւ Հայաստանի դեմ եւ Իրանի իսլամական հանրապետության դեմ։ Ադրբեջանից են թռչում այդ անօթաչու սարքերը, Ադրբեջանի տարածքից են գնում հրթիռները, իսկ հիմա նրանք որպեսզի քողարկեն իբր թե ցույց տան, որ իրենք մեղավոր չեն, ուզում են մեղքը գցել հայերի վրա։ Եվ այս խառնակիչ այս ուրեմն իրավիճակում մենք իրավունք չունենք փորձել ինչ որ ձևով խաթարել մեր հարաբերությունները այդպիսի պետության հետ, որը ասում եմ միշտ եղել է մեր բարեկամ պետությունը։ Եվ սպասվում է իր այցը Թուրքիա, պատմական այց է, ինչպես Ալեն Սիմոնյանը որակեց, այս մասով ինչ սպասենք, ինչ է անում, ճիշտ է նացիոնալ դիտակները, որ մի տեր ունի ետել Էրդողանն է շտապում է դիրոճում։ Ես ընդհանրապես չեմ հասկանում սրա իմաստը, նրա այցի իմաստը, որովհետև Պատմական այց է։ այո, որովհետև եթե նույն Էրդողանը 16 թվականից հետո նորից ուզում եմ անդրադառնամ այդ հարցին։ 2016 թվականի քառորյա պատերազմից հետո այն բարկությունը ունեցավ Ալիևի նկատմամբ, որ ոչինչ չես կարողանում անես, մենք քեզ ամեն ինչ տրամադրել ենք եւ դու չես կարողանում դա ճիշտ օգտագործել, սրանից հետո մենք ենք կառավարելու քո զինված ուժերը եւ այդ օրվանից այո Ադրբեջանի գլխավոր շտաբում նստել են բարձրաստիճան ուրեմն գեներալներ թուրքական եւ Իսրայելի նույնպես օգնությունն է եղել այդտեղ, որը քողարկված է եղել, բայց դրանք բաց այդ ընդամենը 10 ուրեմն բարձրաստիճան պաշտոնյա գեներալներ Թուրքիայից եւ մի քանի այսպես կոչված խորհրդական Իսրայելից։ Այսինքն Թուրքիան է 2000 գրոհային բերել Սիրիայից 44-օրյա պատերազմի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ վարելու ուղղությամբ Թուրքիան է սպասարկել եւ ներկայացրել այն զենքը, որը կապված էր հատկապես ուրեմն անօթաչու թռչող սարքերի հետ։ Թուրքիան է տրամադրել Ադրբեջանին F-16 ինքնաթիռները եւ այլն։ Հիմա ինչ է փոխվել։ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի համապատասխան տարածքները։ Էրդողանը միշտ խոսում է նրա մասին, որ Հայաստանը պետք է իրեն խելոք պահի եւ համաձայնության գա Ադրբեջանի հետ։ Էրդողանը ամեն անգամ ասել է, թե եթե Ադրբեջանի պահանջները չկատարվեն, ապա Հայաստանի համար վատ կլինի։ Հիմա ինչ է, Էրդողանը պատրաստվում է հայերին ինչ նոր անելու։ Ոնց եք կարծում այս պայմաններում։ Երբ որ իրեն հետ հիմա մրցակից է, ինքը շատ ուրախ է, որ Իրանը կարող է այս պայմաններում թուլանալ։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից եմ ասում։ Այդ դեպքում իսկապես իրենց մտահղացումը մեծ թուրանի իրականացման միանգամից կարող է իրականանալ։ Եվ այդ պարագայում մեծ թուրանում Հայաստան չկա։ Ինչի համար եք, ինչ եք ուզում նրան։ Դուք կարծում եք, որ դուք այնքան խելոք եք, այնքան այսպես ասած խորամանկ եք, որ կարող եք Էրդողանին համոզել ձեզ հետ լավ ապրելու համար, կամ ձեզ պահպանելու համար, որպես ինչ որ մի ոնց էր ասում, սապոգ լիզող կարող է պատահի պահեն։ Ուրիշ ոչինչ, ես այդ այցը միայն ու միայն տեսնում եմ հետևյալը, որ նրան դեմ են տալու ինչպես մի որևէ փաստաթուղթ, որը նա ստորագրի, առավել եւս որ հրաժարվել է ցեղասպանությունը որպես օրակարգային հարց ունենալ, հրաժարվելու է ընդհանրապես ուրեմն Արևմտյան Հայաստան գաղափարից, ինչպես հրաժարվեց Արցախից, սա է լինելու։ Ինչ եք սպասում իրենից։ Դրա համար միայն թե իր ասած իրական Հայաստանում ինքը կարողանա ապրել, որ իրական Հայաստանում։ Այնպես որ ազգ, որը որ չի կարողանում կոնսոլիդացվել, ազգ, որը չի կարողանում իսկապես իր արժանապատվությունը պահպանել, չի կարողանում իր ազգային
ինքնությունը պահպանել, այդ ազգը վերանում է։ Այս հրամասին է պետք մտածել եւ խորել եւ գործել, որպեսզի մենք կարողանանք որպես ազգ շարունակենք լինել ամենա ներուժ ունեցողներից մեկը։